Բարև ձեզ։ Իշխանության մարմինների հայ եկեղեցու շուրջ ստեղծած լարվածությունը չի նվազում։ Կալանավայրերում ու անազատության մեջ են ոչ միայն հոգևորականներ ու եկեղեցական պաշտոններ զբաղեցնող անձիկ, այլ նաև պարզ հավատացյալներ։ Այսօր մեր հյուրը կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երբ քննարկվում է իշխանություն, հանրային իշխանության մարմիններ կամ պետական իշխանության մարմիններ եկեղեցի փոխհարաբերությունն ավելի շատ արձանագրվում է սահմանադրության այն դրույթի խախտումը, որը վերաբերում է այս երկու կառույցների անտարանջատվածության, այսինքն որ պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Հետաքրքիր է, իսկ ինչով է խախտում սա պարզ քաղաքացու, այսինքն կրոնական համոզմունք ունեցողի այս պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կրոնական իրավունքը կամ միգուցե այլ իրավունքներ եւս։ Մինչև սկսել ուղղակի ուզում եմ ասել, որ ես խոսելու եմ միայն միջազգային իրավունքի, մարդու իրավունքների օրենքի տեսակետից, ես չեմ կարող շատ խոսել, չգիտեմ, քաղաքական դիրքից, այլ տեսակի մոտեցումներից շատ, որովհետև դրա մասնագետը չեմ եւ շատ լավ չեմ տիրապետում դրան։ Դա չի լակնկալվում ձեզնից, հենց նկատի ունենք գիտեք, որովհետև իրավունքի դաշտում, հենց իրավունքի դաշտում, դաշտում մարդու իրավունքներ, առհասարակ ինչ բան է մարդու իրավունքներ, այդ կոնցեպտի շուրջ կա թյուր պատկերացում։ Շատ մարդիկ կարծում են, որ ամեն ինչ մարդու իրավունքի խախտում է, այսինքն եթե երկու սուբյեկտի մեջ իմ եւ ձեր կա ինչ-որ վիճաբանություն, անարդարություն, անգամ միգուցե բռնություն, հա, մարդիկ դա դիտարկում են մարդու իրավունքների տիրույթում, ինչը այդպես չի։ Մարդու իրավունքները միշտ պետություն, մարդ հարաբերությունների տիրույթում են։ Այսինքն մարդու իրավունքները երաշխավորում է պետությունը եւ մարդու իրավունքները որպես կանոն խախտում է եւս պետությունը։ Այսինքն մարդու իրավունքների հռչակագիրը պետությունից մարդկանց պաշտպանելու համար է։ Այո, ոչ միայն հռչակագիրը, այլ դրանից հետո եկած դաշնագրերը եւ ինչու ոչ, նաեւ սահմանադրությունները պաշտպանում են մարդուն պետությունից։ Մարդու իրավունքները եւս դրանք, ել եմ ասում, ամեն ինչ չի։ Դրանք եւս սահմանված են տարբեր փաստաթղթերով եւ Հայաստանի համար երևի ամենակարևոր փաստաթուղթը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է, որը որ Հայաստանը ստորագրել է եւ ռատիֆիկացրել է, դա Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթուղթն է եւ այդ որ շատ հաճախ խոսում ենք մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւս հիմնված է այդ կոնվենցիայի վրա։ Հիմա մեր ոլորտում, հա, կրոնի կամ համոզմունքի ազատության մեջ մեկ այլ ֆունդամենտալ շատ կարևոր եզր եւս կա, որ միջազգային իրավունքը կամ կրոնի ազատությունը պաշտպանում է մարդկանց եւ ոչ կրոնները։ Դա շատ կարևոր տարանջատում է, որովհետեւ այդ թվում այս քննարկման մեջ Հայաստանի Հանրապետության իշխանության այս պահին անգամ չի ասի կառավարության եւ հայրաքելական եկեղեցու այս կոնֆլիկտի մեջ շատ հաճախ հնչում են ընդհանրացված պատկերացումներ, հա, այսինքն եւ ավելի շատ ինստիտուցիոնալ պայքարի շրջանակում։ Եվ դա քաղաքական թեմա է։ Ինչու է այս սկզբանե ասացի, որ ես փորձելու եմ իրավական դաշտում դրան նայել, որտեվ թեման շատ է քաղաքականացվել, ոչ թե որովհետեւ դա քաղաքական թեմա է։ Այո։ Ցավոք, ուղղակի քաղաքականացվել է։ Չէ ուզի թեմայից թեմա թռնել, բայց ըստ էության ամեն ինչն է քաղաքական եւ այդ խոսակցությունը, որ եկեղեցին չպետք է լինի քաղաքական, դա ըստիս եւս մի քիչ թյուրն բռնում է, որովհետեւ ցանկացած հանրային ինստիտուտ մեծ առումով քաղաքական է, այնպես որ եթե մենք քաղաքական դաշտ դնենք մի կողմ եւ գանք իրավական դաշտ, ապա կոնկրետ այս կոնֆլիկտի մեջ անհատ հավատացյալի իրավունքները ըստ էության չեն խախտվում։ Ես ուզում եմ ընթերցել եվրոպական կոնվենցիայի հոդվածը, որ դուք պատկերացնեք ինչի մասին է, հա, խոսքը, մտքի խղճի կրոնի ազատության հոդվածն է, յուրաքանչյուր ոք ունի մտքի խղճի եւ կրոնի ազատության իրավունք, այդ իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը եւ դրանք այսինքն մեր հավատը կամ մեր կրոնը, ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ եւ հրապարակավ կամ մասնավոր կարգով քարոզչության արարողությունների պաշտամունքի եւ ծեսերի միջոցով արտահայտելու ազատությունը։ Այսինքն մարդը անհատ է իրավունք ունի ունենալ կրոն, չունենալ կրոնը փոխել կամ չփոխել, կարող է իր կրոնը դրսևորել, կարող է դրսևորել միանձնյա, կարող է դրսևորել այլ մարդկանց հետ
միասին հանրային կամ մասնավոր կյանքում։ Ըստ էության գլուխը կրոնի ազատության ավելի շատ սրա մասին է։ Հիմա այս կոնֆլիկտի մեջ որքան ես եմ հասկանում, մի բան էլ ասեմ, այս ֆունդամենտալ հարցերի շուրջ միջև անցնենք ավելի մասնավոր դեպքերի։ Ինչպես ցանկացած մարդու իրավունք, ընդհանրապես հասկացությունն է, որ մարդու իրավունքները փոխկապակցված են։ Երբ որ մենք խոսում ենք կրոնի կամ համոզմունքի ազատության մասին, հասկանալի է, որ դա կապ ունի խոսքի ազատության հետ, արտահայտման ազատության հետ, հավաքների ազատության հետ, չէ՞ թե մենք գնում ենք, ասենք, կրոնական ծեսի, դա հավաքների ազատությունը, ասոցիացիաների կամ միավորման ազատության հետ, որովհետև եկեղեցիները եւս միավորումներ են, եւ դրանք բոլորը իրար հետ կապված են, բնականաբար բոլոր մարդու իրավունքները, այդ թվում այս կրոնի հետ կապված։ Հիմա եթե կա, երբ որ խոչընդոտում են մարդու մասնակցությունը կրոնական արարողությանը, օրինակ անհատի, դա նույնքան կապ ունի հավաքների ազատության հետ, որքան կրոնի ազատության հետ եւ մի քանի իրավունք է խախտվում։ Այո, որպես կանոն։ Ուղղակի այստեղ, ինչպես ցանկացած իրավական դաշտում, դու պետք է ապացուցես, որ ինձ չթողեցին կրոնական արարողությանը մասնակցելու իմ կրոնական հայացքների պատճառով։ Դու չես կարող ասել, ես գնացի, ինձ չթողեցին, դա իմ կրոնի կամ հավատքի կամ համոզմունքի իրավունքի խախտում է։ Եթե դու դա օրինակ գնաս դատարան եւ փորձես այս հոդվածով հիմնավորել, դու պետք է կարողանաս ցույց տալ, որ դա տեղի է ունեցել հենց քո կրոնական հայացքների, հավատքի հիման վրա։ Դրա համար, եթե ամփոփեմ, ես կարծում եմ, այստեղ չկա անհատ հավատացյալի իրավունքի խախտում, զուտ մարդու իրավունքների խախտման տեսակետից։ Այստեղ կա այո, կրոնական կազմակերպությունների ավտոնոմիայի, որը ֆունդամենտալ հասկացություն է կրոնի կամ համոզմունքի աշխարհում, կոպիտ խախտում, երբ որ պետությունը, տվյալ դեպքում Հայաստանի վարչապետը փորձում է միջամտել նվիրապետական կարգի ձևավորմանը, զեղչել կաթողիկոսի անունը եւ այլ երևույթներ, որոնց մենք ականատես եղանք, դա ակնհայտ օրենքի խախտում է եւ ակնհայտ կրոնի կամ համոզմունքի միջազգային ստանդարտների խախտում է։ Մենք կանդրադառնանք դրանք, շարունակենք, եթե կարծում եք, որ արժե, բայց մի փոքրիկ հարց եմ ուզում տալ նախորդ պատասխանի հետ կապված, օրինակի վրա փորձեմ հասկանալ, երբ օրինակ հենց նույն ամենայն հայոց կաթողիկոսի անվան հիշատակությունը պատարագի տեքստում պատարագի կանոնական տեքստի մաս է, պատարագի կանոնական տեքստը ծիսակարգի հետ է կապված, այսինքն դա ինստիտուցիոնալ որևէ հայտարարություն չէ, որին հավատացյալը ենթադրենք համաձայն է կամ համաձայն չէ, կամ որևէ մեկը դա կարող է խախտել։ Դա ծեսի խախտում է մեծ հաշվով։ Այո, այո։ Եթե ես որպես հավատացյալ մասնակցում եմ ծեսի եւ ծեսի խախտման պատճառով չեմ կարողանում մասնակցել այդ ծեսին, շատ հավատացյալներ չեն գնում եկեղեցի, այն եկեղեցի, մենք դեպքեր տեսել ենք, ականատես ենք եղել հանրությունն էլ մեզ հետ միասին, որ մարդիկ չէին գնում հատուկ եկեղեցի, որովհետեւ այդ ժամանակ կարող էր պատարագի տեքստում զեղչվել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, այլ պատճառներով, որը իրենց համոզմունքներին համահունչ չէր, կրոնական համոզմունքներին ընդ որում, ոչ թե այլ համոզմունքների, եւ այդ պատճառով չէին գնում պատարագի, այսինքն խոչընդոտվում էր իրենց ծեսին մասնակցությունը այդ ճանապարհով։ Սա ընդհանրապես այս ոլորտը պատկերացրեք, ինչքան որ մարդկությունը կա, այնքան եւ ինչքան որ կա նաեւ միջազգային իրավունք, որը ոչ նոր, բավական նոր երևույթ է, հա, եթե նայենք ամբողջ աշխարհի պատմությանը, բնականաբար կան թե իրավական, թե սոցիալական հարցերի, այսպես հանգույցներում տարբեր կետեր։ Ուրիշ բան, որ օրենքը պիտի լինի անձնավոր, այսինքն դու պետք է ապացուցես, որ անձամբ դու, ոչ թե ընդհանրապես հայ հավատացյալը, եթե դու գնում ես դատարան, դու պետք է կարողանաս ապացուցել դատարանում, որ
քո այդ ծեսին մասնակցությունը եւ քո կրոնական հայացքները խախտվել են, քանի որ կաթողիկոսի անունը զեղչվել է։ Այստեղ դատարանը կարող է ասել, որ դու կարող ես ոչ թե եկեղեցին գնալ, այլ մյուս եկեղեցին գնալ։ Ուզում եմ ասել, ես դատավոր չեմ ու չեմ կարող հստակ ասել այս հարցը այդ դրույթները։ Օրենքը միշտ հստակություն է պահանջում։ Եթե կան մարդիկ, ովքեր որ պատրաստ են նման հարցեր բարձրացնել դատական կարգով, դա կարող է լինել հետաքրքիր նախադեպ։ Եվրոպական մարդու եվրոպական դատարանում կան տարբեր նախադեպեր, տարբեր թեմաներով քննարկումներ եւ դա նաեւ օրենքի կիրառումը եւ օրինաստեղծ աշխատանքը տանում է առաջ ամբողջ աշխարհում այդ դատարանի նախադեպային որոշումները։ Բայց ցանկացած դեպքում այսքան ժամանակ այս քննարկումների մեջ եւ մեր ոլորտի փորձագետները նաեւ միջազգային այս կոնկրետ դեպքում Հայաստանի կառավարությունը դեմ հայրաքելական եկեղեցու մի բան, որ ակնհայտ է, աներկբա է, երկու կարծիք լինել չի կարող, այն է, որ Հայաստանի կառավարությունը եւ վարչապետը կոպտորեն խախտում են եկեղեցու ավտոնոմիայի ինքնավարության սկզբունքը, ինչը թե Հայաստանի սահմանադրության խախտում է, թե Հայաստանի օրենքների խախտում է, եւ թե միջազգային իրավունքի խախտում է, թե եվրոպական դատարանի նախադեպերի խախտում է։ Այդտեղ չկա տարաձայնություն ոչ մեկի մոտ։ Այ արդեն թե որքան մարդը իր զգացմունքը եւ այլն, դա ես կասեի ավելի շատ դա առանձին թեմա է, դա անհատականացված պետք է լինի եւ մարդը պետք է կարողանա դատարանով ապացուցի, դատարանում եւ հետո գնա ենթադրենք միջև եվրոպական դատարան եւ ապացուցի, որ կաթողիկոսի անվան զեղչումը այնպիսի անհաղթահարելի կամ հովանավանքի փակում, այսինքն դրանք արդեն ինչպես կապակցված իրար փոքր դետալներ են, որ գնաս, պետք է հավաքես դրա համար անհրաժեշտ փաստական բազա, պետք է կարողանաս դա կապել գործող օրենսդրության հետ եւ այլն, այսինքն չես կարող այդպես ընդհանուր դատողություն անել։ Թողնենք այդ աշխատանքը այն փաստաբաններին, որոնք եթե կուզենան զբաղվել դրանով։ Այո, եւ կլինի հետաքրքիր նախադեպային քննարկում։ Մենք մեզ մնում է հետևել այդ գործընթացներին, եթե լինեն եւ ուսումնասիրել, հետազոտել դրանք, վերադառնանք ձեր նշած դրույթներին, որտեղ ակնհայտ է, որ խախտվում է եկեղեցու ինքնավարությանը չմիջամտելու սկզբունքը, որը սահմանադրական կարգի խախտում է փաստորեն։ Եվ դա ակնհայտ է, ինչպես դուք նշում եք, միջազգային ոլորտի փորձագետների համար բոլոր։ Դա այսպես ներհայաստանյան խոսույթի մակարդակում չի այդպես։ Հետո ինձ օրինակ որպես քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հետաքրքիր է, եթե դա այդքան ակնհայտ խախտում է, Եվրախորհրդարանը ինչու էր այդքան բուռն ծափահարում Հայաստանի Հանրապետության վարչապետին, երբ նա ներկայացնում էր, որ ինքը ոչ թե բռնադատում է հոգևորականներին, այլ սահմանափակում է գործունեությունը այն հոգևորականների, որոնք երրորդ ուժերի համար են աշխատում։ Այստեղ հարցի մեջ մի քանի շերտ կա, հա, նախ եւ առաջ այդ ելույթը տարբեր բաների մասին էր, զուտ դրան չէր նվիրված, այսինքն ես չեմ ուզում Եվրոխորհրդարանի падգամավորների տեղից դնել, միգուցե ընդհանուր պատասխան պահանջել նրանց համար, ուզում եմ ասել այդ հայացքով նայելու պարագայում, միգուցե մենք քաղաքական նույն Եվրոխորհրդարանի քաղաքական հայացքները իրավականից պետք է տարբերեն եւ պատրաստ լինենք դրան։ Դա երկրորդը այն որ մենք օրինակ տպավորություն ունենք, որ մարդիկ ծափահարում են, հեչ պարտադիր չի որ բոլորն են ծափահարում։ Ես օրինակ լսել եմ նաև տարբեր մարդկանցից, այդ թվում է տեղ ներկա գտնվողներից տարակուսանք հենց ելույթի այդ մասի վերաբերյալ, թե որքանով էր ելույթի այդ հատվածը ընդհանրապես ռելևանտ քննարկման թեմային եւ այլն։ Ես կարող եմ ասել, որ այս աշխարհում բնականաբար կան քաղաքական գործիչներ, կան քաղաքական առաջնայնություններ եւ կան նաեւ իրավական աշխարհ։ Ու միշտ չի, որ դրանք միմյանց հետ համերաշխության մեջ են, բայց շատ կարեւոր է նաեւ իրավական սկզբունքները։ Ինչ վերաբերում է իրավական սկզբունքների, մենք բավական բախտավոր ենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ ենք եւ մարդու իրավունքների
Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները պարտադիր են Հայաստանի Հանրապետության համար, դրանք մեր ներպետական օրենսդրության մաս են կազմում։ Եվ այդ ոլորտում կան նախադեպային որոշումներ։ Այո, կան մի քանի նախադեպային որոշումներ, եւ եթե շատ կարճ ասեմ, բոլոր նախադեպային որոշումները ասում են, որ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը գրեթե քննարկման առարկա չէ։ Այսինքն պետությունը չի կարող դոգմատիկ, նվիրապետական, կանոնական կարգի մեջ եկեղեցու որևէ ներգործություն ունենալ, անգամ եթե կարդում ես Մարդու Եվրոպական դատարանի փաստաթղթերը, հետաքրքիր դիտարկումներ են արել, որ կրոնները շատ ավելի հին են, քան ժամանակակից պետությունները։ Ըստ էության պետությունները շատ ավելի ուշ են առաջացել այն տեսքով, ինչ մենք հիմա գիտենք, հա, սահմանադրական պետությունները, այնինչ կրոնները գոյություն ունեն շատ վաղուց եւ դա պատճառներից մեկն է, որ այդ տարանջատումը պետության եւ եկեղեցիների կամ կրոնական կազմակերպությունների գոյություն ունի։ Այդտեղ անգամ կան, գիտեք, ասեմ նույնը վերաբերում է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի որոշումներին, անգամ այնպիսի դեպքերին, երբ որ կա աշխատավայրում որոշակի խտրական հարաբերություններ, Ամերիկայի օրինակ դատարանը որոշել է, որ միևնույն է դա եկեղեցու ներքին գործն է։ Այնպես որ դա հետաքրքիր հասարակական աշխատավայրում, եթե կրոնական դպրոց, այսինքն կրոնական դպրոց եւ այդտեղ ասենք նույնիսկ այդ պարագայում է եկեղեցու Ամերիկայի պարագայում, այո, Մարդու Եվրոպական դատարան, ընդհանրապես եվրոպական իրավունքը մի քիչ ավելի ճկուն է այդ հարցերում եւ փոփոխությունն է ապրում, բայց միևնույն է կրոնական կազմակերպությունների նամանավանդ եթե վերաբերում է դոգմատիկային կամ նվիրապետական կարգին, այդ բոլոր հարցերը մինչև այսօր Եվրոպական դատարանը լուծել է հօգուտ ավտոնոմիայի։ Ֆրանսիայում կար վերջերս մի դեպք, երբ կանայք պահանջում էին, որ իրենք էլ ուզում են լինել հոգևորականներ կաթոլիկ եկեղեցու եւ եթե չեմ սխալվում, անգամ դա բարույթ չընդունվեց, որտեղ ասվեց, տեսեք, սա մեր ոլորտը չի։ Պետությունը չի կարող անգամ բոլոր հավասարության օրենքներ ունենալով միջամտել կաթոլիկ եկեղեցու ներքին կյանքին եւ իրանց դոգմատիկ պատկերացումներին նվիրապետական կարգի մասին։ Այսինքն Հայաստանում այդ նախադեպը, երբ հոգևորականը դիմել է դատարան եւ պահանջել վերականգնել իր կարգը, դա բացահայտ ապօրինի է։ Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, ընդհանրապես դատարանը պիտի այդ գործը վարույթ չընդուներ եւ իմ գոլեգաները Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտից նաեւ արել են մի փոքր հետազոտություն, կարծես նման դեպքեր 1-2 եղել են առաջներում եւ ուղղակի դատարանը վարույթ չի ընդունել, որովհետեւ այստեղ երկու հարթություն կա։ Եթե ասենք դուք մայրաթորի աշխատակից եք, չգիտեմ, գրքավաճառ եք, մոմավաճառ եք, հաղորդավար եք եւ այլն, դուք հետևում եք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը։ Եվ եթե կա խախտում, դուք իրավասու եք դիմելու Հայաստանի Հանրապետության դատարան, ինչպես ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ դատարանը պարտավոր է վարույթ ընդունել, այս պահին մայրաթորը գործատու է։ Եվ դուք ունեք աշխատանքային հարաբերություններ։ Լրիվ այլ բան է, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու նվիրապետությանը, շնորհապետության, այսինքն թե ովքեր են քահանաները, ինչպես են, ասենք, նշանակում մարդկանց թեմեր, ովքեր են դառնում եպիսկոպոսներ, ինչպես է տեղ ունենում ներքին, չգիտեմ, պաշտոնյա, դա պետության գործը չի։ Պետությունը չի կարող այդտեղ միջամտել, այդ թվում այն պատճառով, որ այդ կարգը եւ դասակարգը եւ նվիրապետությունը ամեն ինչը շատ ավելի հին է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Դա ABC է ուղղակի միջազգային իրավունքի եւ այստեղ կա հսկայական խախտում, ուղղակի ապօրինի է, որ դատարանը դա բարույթ է ընդունել եւ դատարանը վճիռ է կայացրել եւ այդ վճիռի հիման վրա նաեւ սահմանափակվել է որոշակի հոգեվորականների, այդ թվում վեհապարի տեղաշարժի իրավունքը։ Եթե հոգեվորականները, ովքեր որ հենց այդ process-ով անցնում են, բողոքարկեն դա դատարաններում,
եւ ներհայաստանյան պաշտպանության միջոցները սպառելուց հետո գնան մարդու իրավունքների եվրոպական դատարան, ըստ իս իմ համեստ կարծիքով, եթե չլինեն տեխնիկական ինչ-որ խնդիրներ, շատ մեծ է հավանականությունը, որ եվրոպական դատարանը վճիռ կկայացնի հօգուտ հոգեվորականների։ Եվ եթե ես լինեի, ես կգնայի այդ ճանապարհով։ Օրենքն է ասում, որ բոլոր կրոնական կազմակերպությունների անդամները, այդ թվում հոգեվորական կարգը, Հայաստանի Հանրապետության մեծ մասը քաղաքացիներ եւ ունեն նույն իրավունքները, ինչ ունի ցանկացած այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն, եթե անարդար դատական process-ը տեղ ունենում մի հիմքի վրա, որ ի սկզբանե չէր կարող դատարանը վարույթ ընդունել, ապա մարդը անհատը դա խոսքը չի գնում հայրաքելական եկեղեցու մասին, որպես հայց, որ ում վրա որ դա կիրառվել է, հենց այդ հոգեվորականը կարող է գնալ մարդու իրավունքների եվրոպական դատարան, իհարկե իր պրոցեդուրայով եւ հարց բարձրացնել հենց մարդու իրավունքների խախտումների։ Փաստորեն Հայաստանի Հանրապետությունում այսպիսի դեպքեր մենք վերջին 6 ամիսների ընթացքում կարող ենք շատ հիշել այդ դրույթի խախտման հիմքով ներքին ինքնավարությանը միջամտելու, բայց քանի որ դա եւ սահմանադրական սկզբունք է եւ միջազգային իրավունքի սկզբունք է, ստացվում է, որ կայուն պարբերականությամբ կարճ ժամանակում Հայաստանում սահմանադրական կարգ է տապալում վարչապետը կամ կառավարության այլ անդամներ կամ հանրային իշխանության մարմինների ներկայացուցիչներ։ Դա ընդհանուր առմամբ ինչով է վտանգավոր, անկախ նրանից եկեղեցին ինչպես կարձականքի, ինչպես դուրս կգա այս խնդիրների միջից, այդ մասով քաղաքացիների համար ինչ վտանգ կա։ Չգիտեմ, ես կոնկրետության կողմնակից եմ, ես չգիտեմ ընդհանրապես քաղաքացիների վրա դա ինչպես է ազդում։ Դա իսկ Հայաստանի Հանրապետության? Իսկ Հայաստանի Հանրապետության ըստիս լավ չի ազդում։ Այսինքն դա այլ գիտակարգ է հասկանալու համար, թե մարդկանց վրա դա ինչպես է ազդում, միգուցե դա սոցիալական հոգեբանություն է, սոցիոլոգիա է, այլ գիտակարգեր են։ Բայց եթե մենք նայենք օրինականության սկզբունքից ելնելով, իմիջիայլոց սա էլ մեր սահմանադրության կարևոր դրույթ է, որ շատ մարդիկ չգիտեն դրա համար ուզում եմ ընթերցել հոդված 6 մեր սահմանադրության օրինականության սկզբունքը, հետևյալը. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Միայնի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Բայց դա սահմանադրականության սկզբունք է, այդ թվում եվրոպական կոնվենցիայում, բոլոր դեմոկրատական երկրներում հիմքում է դրված, որ ցանկացած քաղաքացի, եթե դու չունես իշխանություն, դու քաղաքացի ես, դու իրավասու ես անել ամեն ինչ, քանի դա օրինականության դաշտում է, մինչև դա չի խախտում օրենքը։ Հանրային իշխանությունները, իշխանություն ունեցողները կարող են անել միայն այն, ինչը որ սահմանված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Հիմա ոչ սահմանադրությամբ, ոչ օրենքներով սահմանված չի, որ Հայաստանի վարչապետը պետք է հավաքի եպիսկոպ բարենորոգման խորհուրդ, որ պետք է միջամտի կաթողիկոսի ընտրության գործընթացին, որ պետք է առաջարկի այլընտրանքային կաթողիկոս ընտրելու հայեցակարգ, սա խախտում է հենց օրինականության սկզբունքը։ Հա, այսինքն իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Ոչ սահմանադրությունը, ոչ օրենքները չին լիազորում Հայաստանի վարչապետին միջամտելու որևէ կրոնական կազմակերպության։ Այստեղ հարցը միայն հայրաքելական եկեղեցին չի։ Եթե դու այսպեսի դուռ ես բացում, հա, վաղը դու կարող ես գնալ հայ ավետարանական եկեղեցի եւ ասել, գիտեք, ձեր հովիվը դուրս չի գալիս։ Եթե այնտեղ փոխեցի, կամ գնաս, ասենք, հայ կաթոլիկ եկեղեցի եւ ասես այն, որ կաթոլիկ եկեղեցու գլուխը Վատիկանում է եւ տեղացի չի, դա բան է, արտաքին միջամտություն է, ես համարում եմ, որ հայ կաթոլիկ եկեղեցին պետք է ունենա տեղական պապ։ Ես չգիտեմ, այսինքն այդտեղ աբսուրդի դռները կարող են բացվել ցանկացած կրոնական կազմակերպության վերաբերյալ։ Իսկ եթե այդ գործընթացին ներգրավում է նաեւ իրավապահ մարմիններ, այո, որտեղ մենք խոսում ենք հիմնական գործադիրի մասին, բայց մենք ականատես ենք եղել, որ ազգային անվտանգության ծառայություն, դատախազություն, դատարաններ, այսինքն իրավապահ ամբողջ համակարգը ներգրավված է։
Մեր գոլեգաները, մարդուրանքների հարցերով զբաղվող կազմակերպությունները եւ անհատ էքսպերտները երևի 2 ամիս առաջ հայտարարությամբ հանդես եկան, ես էլ եմ ստորագրել այդ նամակը որպես անկախ փորձագետ, որտեղ մենք խստորեն դատապարտել ենք իրավական ամբողջ ինստիտուտը եւ դատական համակարգը եւ իրավապահ համակարգը նման հարցերում գործիք դարձնելու միտումը։ Մենք այդ մասին խոսել ենք հրապարակայնորեն, որովհետեւ այն դեպքը, երբ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կարծես Գյումրիում քահանային կոչ էին անում զեղչել կաթողիկոսի անունը, դա ուղղակի ապօրինի է։ Դա օրինականության խախտում է, դա հակաօրինական է եւ դատապարտելի։ Սովորաբար հանրային խոսքուզրույցում ես հանդիպել եմ նաև այնպիսի կարծիքների, այս արճակատման վերաբերյալ, որ լավ կլիներ, որ երկխոսություն լիներ։ Դնենք մի կողմ, այո, հասկանալի է, գոնե փորձագետներին, մասնագետներին, ազնիվ մարդկանց ի վերջո պարզ է, օրենքը ում կողմից է խախտվում, սահմանադրական կարգը ով է տապալում, կամ միջազգային իրավունքի նորմը ով է խախտում, եւ ցավոք դա Հայաստանի Հանրապետության մեր հանրային իշխանության մարմիններն են։ Բայց այնուամենայնիվ կարելի է երկխոսության գնալ։ Այո, որքանով է, այսինքն օրինախախտումը, այդ երկխոսությունը ինչ է անելու, օրինախախտումը արդարացնելու է, թե դա պարզապես ասվում է հասարակության առողջության համար, բայց այն ինչ կատարվել է, այն բոլոր օրինախախտումները, որոնք արդեն կատարվել են, հանցակազմ պարունակող գործողությունները արդեն կատարվել են։ Նայեք, դրանք էլի 2 մակարդակ են։ Ես կարծում եմ, որ եթե կա օրենքի խախտում, կա օրենքի խախտում։ Ես շատ կուզեի լսել կառավարության իրավաբաններին, ովքեր այս մեր փաստարկներին կբերեին հակառակ փաստարկներ։ Կասեին, եկեղեցին խախտել է այ կոնկրետ այս օրենքը, այս կոնկրետ համանadrական նորմը, այ կոնկրետ կա եվրոպական դատարանի, այ մեկ այլ որոշում, որը այլ բան է ասում։ Մենք լսում ենք կարծիքներ բոլորից եւ ամեն ինչի մասին, բարոյական, KGB, ինչ ասես հնչում է, բայց բուն իրավական դերքխոսություն մենք չունենք։ Եվ դա շատ բանի մասին է խոսում։ Գիտեք, որովհետև օրենքը այնուամենայնիվ հստակ բան է։ Դու չես կարող ասել, եկեք վիճենք, սա սև է, թե սպիտակ։ Կա օրենք, կա խախտում։ Եվ դա ակնհայտ է դեպքերի մեծ մասում։ Կա դատարան, որտեղ տեսականորեն երկու կողմը կարող են փաստարկներ ներկայացնել եւ դատավորը որոշում կայացնի։ Այս պարագայում մենք չունենք իրավական քննարկում ըստ իս, որովհետև կառավարության արգումենտները, իրավական արգումենտները շատ թույլ են։ Դրա համար խոսակցությունը գնում է բոլոր այլ տեղեր։ Սա զուտ իրավական մասը։ Ինչ վերաբերում է երկխոսությանը, ես կարծում եմ, որ դրան այլ ընտրանք չկա, կամ դու փորձում ես մի կողմ դնել քո անձնական վերաբերմունքը, չգիտեմ, սիմպաթիան, անտիպաթիան, չգիտեմ ինչ մարդիկ ունեն իրար հանդեպ, եւ ինչ որ եզրեր ես մոտեցնում, ոչ թե եզրեր ես մոտեցնում սա սև է թե սպիտակ, բայց ասում ես լավ, այս հասարակության համար, բոլորիս համար, այս երկրի համար, նամավանդ այս դժվար արտաքին իրավիճակում Իրանի, Թուրքիա հազարումի, հա, դուք ինձնից լավ գիտեք։ Ինչ կարող ենք մենք անել, որպես պատասխանատու եւ երկրի համար մտածող մարդիկ, որ այդ բևեռացումը, որ արդեն կա, այդ ճեղքը կա եւ այդ ճեղքը այսպես անջրպետը աճում է։ Ինչ կարող ենք մենք անել իրար հետ խոսելով, եզրեր գտնելով, ինչ որ հարցեր մի քիչ մոտեցնելով, որտեղ դա վատ է մեր հասարակության համար։ Ըստ ում այդ երկու տարբեր հարցեր են։ Վերջի վերջո կան դեպքեր, երբ որ օրենքը խախտվում է, բայց մարդիկ գնում են նույնիսկ դատարանում են հաշտության ճանապարհի կամ գնում են արտադատական ճանապարհներով, արբիտրաժի միջոցով, ուղղակի խոսում են եւ հայցը հետ են վերցնում, դա չի նշանակում, որ օրենքի խախտում չի եղել։ Բայց դա նշանակում է, որ կա բարի կամքի դրսևորում մեկ կողմից, մյուս կողմից եւ մարդիկ փորձում են գնալ հաշտեցման։ Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է մեր հասարակության առողջության համար եւ ել եմ ասում, ինձ համար որպես կրոնի կամ համոզմունքի փորձագետ, ես սա չեմ տեսնում միայն հայ առաքելական եկեղեցու
ծիրում։ Ես տեսնում եմ վտանգ բոլոր կրոնական կազմակերպությունների համար, որ ու կապ չունի ով է իշխանությունը, որ եթե պետությունը իշխանությունը սկսի միջամտել, նախադեպ կստեղծվի, դա հետո այդ նույն նախադեպը կարող է տարածվել հասարակական կազմակերպությունների վրա, այլ միավորումների վրա։ Դա ուղղակի վատ նախադեպ է, որ ըստիս չպետք է տեղ ունենա։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու եւ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանն էր։ Զրույցները կշարունակվեն ամենայն բարիք։